Նոյեմբերի 20-ից 30-ը դռների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից սկսած ընդամենը 13,900 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Այսօրվա կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով մենք ունենք 6% տնտեսական աճ, մինչդեռ եւ միջազգային կառույցները եւ Հայաստանում մասնագիտացված կառույցները շատ ավելի ցածր տնտեսական աճ էին կանխատեսում։ Բոլոր ուղղություններով մենք աճ ունենք։ Միայն արդյունաբերությունում մի փոքր 1% կարգի նվազում ունենք, բայց տարեսկզբին շատ ավելի մեծ էր այդ նվազումը եւ հիմա գնալով մենք այդ տարբերությունը փոքրացնում ենք, որը հիմնականում պայմանավորված էր 24 թվականի մեջ շատ մեծ ծավալով ոսկու վերամշակման գործընթացով, ասել է նա։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 9 ամսվա 6% աճը արդեն բոլոր կանխատեսումներից բարձր է եւ ակնհայտ է, որ դա չի նվազի եւ մեծ հավանականությամբ այն կաճի։ Ի վերջո, կայուն մեր պոտենցիալին մոտիկ աճի ուղեծիրը մեզ համար պետք է լինի նպատակային, որովհետև երբ մեր պոտենցիալից ավելի աճ ենք ունենում, դա շատ հաճախ գնաճային երևույթների է հանգեցնում, ինչը երբեք ցանկալի չէ։ Պետք է ի վերջո տենց կայուն մեր պոտենցիալին մոտիկ աճի ուղեծիրը մեզ համար լինի նպատակային, որովհետև գիտեք մի հատ ուրիշ խնդրեմ ենք մենք հանդիպում, երբ որ մեր պոտենցիալից, ինչպես տնտեսագետներն են ասում, ավել աճ ենք ունենում, դա գնաճային երևույթների է որոշակի հանգեցնում շատ հաճախ, ինչը միշտ չի, որ բնականաբար գնաճը երբեք ցանկալի չի, դրա համար այս 6 հույս նաև այս ընթացքում ոչ թե հույս ունենք, այլ մեր տնտեսական աճի պոտենցիալն էլ ավելացել, դա էլ է շատ կարևոր, եւ մենք սենց ավելի շատ պետքա այլևս տենց ապացուցողական տնտեսական աճ մեզ պետք չի, մեզ պետքա ուղղակի կայուն, առօրյա, այսինքն տնտեսական աճը պետքա դառնա մեր կյանքի մի հատ սովորական անբաժանելի մաս, որ գա մի պահ, որ սկի առանձնապես կառավարության նիստում չանդրադառնանք էլ, որովհետեւ այլ տենց ոչ մի նորություն չկա, համեցեք։ Շատ կարճ, այսօրվա անորոշությունների պայմաններում 6% տնտեսական աճը աշխարհում համարվում է բարձր լավ ցուցանիշ ու երբ որ մենք նայում ենք նաև ցուցանիշները տարբեր երկրների, դա լավագույնների մեջ է վերին հատվածում գտնվող եւ աշխարհի միջին աճից շատ ավելի բարձր աճ է։ Այդ տերմինն էլ է պետք է բարձրանա երկու անգամ ինձ մղեցիք դրացուցիչ մեկնաբանությամբ, որ այդ ընդունված բան է, իհարկե, որ ասում են այսօրվա անորոշությունների պայմաններում։ Այդ անորոշությունը մենք չենք էլ նկատում, այդ անորոշությունը այսօր էլ կար եկել, կար վաղն էլ ալնելու 10 տարի առաջ էլ կար, 20 տարի առաջ էլ կար, 30 տարի առաջ էլ կար, 30 տարի հետո ալնելու։ Խնդիրն է այդ անորոշությունների պայմաններում որոշել, ինչ ենք մենք անում։ Այդ անորոշությունը հիմա լավ լուրն է նա, որ այդ անորոշությունների պայմաններում մենք որոշել ենք ինչ ենք անում եւ հետեւաբար դա է շատ կարեւոր նախադրյալը, որ այդ անորոշությունները մեր վրա կունենան կառավարելի կամ նվազագույն ազդեցություն։ Համեցեք։ Գևորգ Պապոյանը նշել է, որ այսօրվա անորոշությունների պայմաններում 6% տնտեսական աճը բարձր եւ լավ ցուցանիշ է։ Մենք նայում ենք այդ ցուցանիշներին եւ համադրում դրանք տարբեր երկրների ցուցանիշների հետ։ Մեր դեպքում դա լավագույնների մեջ է եւ աշխարհի միջին աճից շատ ավելի բարձր աճ է սա։ Նշել է Պապոյանը։ Կառավարության ղեկավարն էլ անդրադարձել է նաև աշխատատեղերին, հայտարարել է հոկտեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել եւ 25 թվականի հոկտեմբերին ունենք արդեն 810,074 աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շուրջ 5000-ով ավել է։ Այս մասին նշեց վարչապետը եւ այնուհետեւ աշխատատեղերը նշեց, որ ավելացել են 223,895-ով, իսկ ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդը ավելացել է 149 միլիարդ դրամով։ Միջին աշխատավարձը, որը կազմել է հոկտեմբերին 313,000, ավելացել է 135,000 դրամով։ Որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որը ունենա օբյեկտիվ հիմք ասելու, որ կառավարությունը հարկային գործունեության ֆիսկալ պրոցեսների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավել հարկ կամ տուրք։ Բայց մյուս կողմից կառավարության դիրքորոշումն էլ այն է, որ չպետք է լինի տնտեսվարող, որ վճարի
օրենքով նախատեսվածից մի լումա պակաս հարկ եւ տուրք։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր եւ սկզբունքային եւ օրինական եւ արդար մոտեցում է, բայց այնուամենայնիվ, քանի որ մեր տնտեսվարողները այդ թեմաները բարձրացնում են, մենք շաբաթ օրը ունենք աշխատաժողովը մեր երկրորդ տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ եւ մենք այդ հարցը կքննարկենք։ Իհարկե, այս նախորդ շրջանում այդ նամակներից առնվազն մի քանիսը մակագրել եմ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, խնդրելով, որ քննարկումներ ունենան, ի վերջո հասկանանք, թե որ փաստարկն է, ում որ փաստարկն է արդարացի եւ որ փաստարկը ոչ այդքան, եւ մենք ըստ էության շաբաթ օրը կամփոփենք այդ քննարկումների արդյունքները, կլսենք փոխվարչապետին, որպեսզի գանք եզրակացություններ եւ գանք, այսինքն ձևակերպենք մեր մոտեցումը, բայց բոլոր դեպքերում մոտեցումը արդեն իսկ ձևակերպված է, ոչ մի լումա ավել եւ ոչ մի լումա պակաս։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ մեզ այլևս ապացուցողական տնտեսական աճ պետք չէ, մեզ պետք է կայուն առօրյա տնտեսական աճ, որը չի հանգեցնի գնաճային երևույթների։ Արդյոք փոխվում է կառավարության մոտեցումը, կպարզենք տնտեսագետ սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանից։ Պարոն Մակարյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այդպես, պարոն Մակարյան, այսօր մի շարք հայտարարություններ հնչեցրին թե վարչապետը, թե էկոնոմիկայի նախարարը, առհասարակ սրանք արդյոք հուշում են, որ կա որոշակի, այսպես ասած, կառավարության մոտեցման փոփոխություն, թե ոչ, ինչ է ձեզ ուրեմն եզրակացության առիթ տալիս այսպիսի հայտարարությունը, մասնավորապես նա հայտարարում էր, որ մեզ այլևս ապացուցողական տնտեսական աճ պետք չէ, պետք է առօրյա տնտեսական աճ, որը չի հանգեցնի գնաճային երևույթների։ Արդյոք փոխվում է կառավարության մոտեցումը, որ մրցավազքի մեջ էր բարձր տնտեսական աճ ունենալու, ցույց տալու համար, գիտեք, վերջին տարիներին անընդհատ հենց սրանով էլ հպարտացել է Հայաստանի կառավարությունը, համեցեք։ Դա կարելի է կատակով այսպես սկսել, որ եւ տնտեսությունն է մի քիչ կայացել, եւ կառավարողներն են մի քիչ ավելի շատ կայացել արդեն, որովհետեւ կառավարողները տարբեր ժամանակներում միշտ ունեցել են այդ տենդենսը, որ բարձր ցուցանիշներ լինեն։ Էդումների թվերը, տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ցուցանիշը եւ այլ բաներ, որոնք որ իրենց կարծիքով բնութագրել են իրենց լավ աշխատանքը։ Բայց հիմա արդեն լավ է, որ մոտեցումը փոխվում է, դա ցույց է տալիս, որ նաև որ ներկայիս կառավարությունը իրեն ավելի հաստատուն եւ ավելի վստահ է զգում իր աշխատանքի մեջ եւ դրանով ինքը նաև ապացուցում է, որ իր լավ աշխատելու ապացույցը արդեն թվերը չեն միայն, այլ ավելի կայուն տնտեսական իրավիճակը։ Եվ իրոք, քանի որ Հայաստանի էկոնոմիկան փոքր է, տնտեսությունը փոքր է, մենք միշտ շատ տարբեր ալիքների ներքո տատանվել ենք, այսինքն եղել է այնպես, որ ընդամենը մի քանի գործարանի ավելանալը կամ մի քանի ինչ-որ ապրանքների ներմուծման ծավալների աճը կտրուկ փոփոխություններ առաջացրել մեր տնտեսական ցուցանիշների մեջ։ Մենք գիտենք հիմնականում ինչ ապրանքներով պայմանավորված։ Այո, եւ խափոսիկ նաեւ երևույթներ են առաջացրել, որը բերել է իսկապես գնաճի եւ բերել է նաեւ արտարժույթի փոփոխության, եթե կենտրոնական բանկը չվերահսկեր եւ այլ բաների, որոնք որ այսպես վնասակար նաեւ ազդեցություն են ունեցել տնտեսության վրա, որովհետեւ վարակիչ նաև երևույթներ կան, երբ որ մեկը մեկին նայելով կամ տեսնելով, որ իրավիճակը այսպեսին է, սկսում են միսանել այդ ճանապարհով գնալ եւ այլն, գներ են աճեցնում, գներ են փոփոխում եւ այլն։ Հիմա ես կասեմ հետեւյալը, որ տնտեսական աճը իսկապես լավ է, գովելի է եւ դա այդպես է, որովհետեւ ես ինքս նաև հաշվարկներ ունեի եւ մի քանի անգամ նաև ձեր տաղավարներում այստեղ ասել եմ, որ առնվազն մենք 6%-ից ավել ենք ավարտելու տարին։ Այն ինչ որ պետական բյուջեն սահմանել էր կամ համաշխարհային բանկը, որ սահմանել էին ավելի ցածր թվեր, մենք այդ թվերը գերազանցելու ենք։ Հիմա տեսեք, մենք խոսում ենք 6%-ի մասին, բայց քանի որ միշտ հայտնի բան է, որ աշունը լինում է տնտեսական ակտիվության ուրեմն սեզոն, ժամանակաշրջան, հուվարից հետո եւ քանի որ շատ արտադրողներ պետք է պլաններ կատարեն, մատակարարեն եւ մանավանդ նոր տարին է գալիս տոնախմբության
տարբեր առիթներ կան եւ հատկապես մեր գործընկերը, քանի որ նաեւ Ռուսաստանն է ԵԱՏՄ-ի շրջանակում, հետեւաբար ասենք ալկոհոլային խմիչքների, ծավալների արտահանումը, պահածոների արտահանումը եւ այլ մթերքների արտահանումը բնականաբար կավելանա եւ դրա համար արդյունաբերությունը աճ կգրանցի, եթե հիմա շատ չնչին է այդ աճը, դեռ նախկին նվազումների համեմատ մենք դեռ կարծես թե այսպես բալանսավորված վիճակում չենք, բայց կարծում եմ, որ մենք պլյուսով արդեն արդյունաբերական մասը կլինի եւ հետեւաբար նաեւ մենք տնտեսական աճը չի նվազի այլևս 6%-ից, ընդհակառակը կավելանա։ Ես կարծում եմ, որ կարող է նույնիսկ մինչև 6.5% եւ գուցե ավել նույնիսկ արդեն արձանագրվել։ Երկրորդ փաստը, որը որ արձանագրվեց կառավարության նիստում եւ նաեւ դուք նշեցիք, աշխատատեղերի ավելացումը, դա էլ է հետաքրքիր, որովհետեւ տնտեսական աճը բերում է նրան, որ նոր աշխատատեղեր ավելանում են։ Այդ 5000 բան մակարեն քիչ են լինում, այո, ասեմ ինչու, որովհետեւ շատ կարեւոր է Սիրանուշ տեսնել, թե տարվա կտրվածքով կամ ամսական կտրվածքով ինչքան նոր ձեռնարկություններ են ստեղծվում եւ ինչքան մասն է փակվում։ Մեզ մոտ ամեն տարի նախկին ժամանակներում միշտ եղել է այսպես, որ մոտարապես 1000 ընկերություններ բացվում տարվա կտրվածքով, բայց նաեւ համարյա թե նույն չափով փակվում էին, դադարեցնում են իրենց գործունեությունը։ Հիմա եթե տնտեսական ավելի բարենպաստ պայմաններ են, ապա փակվողների թիվը քիչ է լինում, բայց բացվողները կարող են նաև ավելի լինեն։ Բայց սրան զուգահեռ նաև շինարարությունը դեռ շարունակում է եղանակը, արևը, ջերմաշունը, տաք աշունը թույլ է տալիս եւ հետո հիշենք, որ Երևանում հիպոթեկի հնարավորությունը ավարտվում է արդեն եւ շատ շինարարներ փորձում են այդ ժամկետները ինչքան կարելի արդյունավետ օգտագործեն, հետեւաբար շինարարական ասենք ծավալները, նոր աշխատատեղեր են գրավել կամ էլ եղածները չեն կրճատվել։ Եթե շինարարությունը դադարեր, պիտի կրճատեին, չէ՞, նաև ազատեին։ Այսինքն մեզ մոտ նվազում տեղի չի ունեցել։ Կամ տեղերը պահպանվել են աշխատատեղերը, կամ նույնիսկ ավելացել են։ Սա էլ է իրականում եւ դա իմիջիալու զարմանալի չպետք է լինի, որովհետեւ ինստինկտիվ դա հաջող թիվ է, բայց զարմանալի չպետք է լինի, որովհետեւ մեզ մոտ կրկնակի ավել է աշխատունակ մարդկանց թվականակը, հետեւաբար մենք դեռ բավականին անելիք ունենք այդ թվերը զարգացնելու ուրեմն տեսանկյունից։ Բայց սրա հետ մեկտեղ անպայման էլի պետք է նշենք, որ մարզերում առանձնապես սա չի զգացվում ցավոք սրտի։ Ես օրինակ կուզեի, որ կառավարությունը նաև խոսեր դրա մասին եւ այդ հարցը նաև տրվեր նախարարներին համապատասխան, թե մարզերում ինչպես են նկատում այդ տնտեսական աճը կամ աշխատատեղերի ավելանալը։ Տեսեք, մարզային բնակիչների մի մասը խնդիր լուծել են այն մասով, այն տարբերակով, որ գալիս են Երևանում աշխատում են, ամեն օր վերադառնում են կամ շաբաթվա վերջին վերադառնում են։ Դա էլի Երևանում աշխատատեղերի ցուցանիշն է ընդհանուր այո կատարվում, այո։ Եվ մինչև 50 կիլոմետր է, այսպես բավականին հանգիստ գնում գալիս են։ Չնայած կան, որ նաև Գյումրիից են գալիս, Սյունիքից են նույնիսկ գալիս Երևանում աշխատելու։ Մենք էլ ունենք մարզերի աշխատակիցներ, այո, բայց մարզերում աշխատատեղեր համարյա չեն ավելանում։ Սա է խնդիրը եւ նաեւ ներդրումները առանձնապես չկան մարզերում։ Սրա մասն էլ պետք է խոսել։ Պարոն Մակարյան, մյուս խնդիրը մենք անդադ խոսել ենք այդ ստվերային ուրեմն աշխատանքի մասին, չգրանցված աշխատանքի։ Հիմա հետաքրքիր օրինակ ձեր գնահատմամբ այս 5000-ը որքանով այդ թաքնված աշխատատեղերն են նաեւ դուրս բերվել եւ ձեր գնահատմամբ եթե դեռ ուրեմն շարունակվում է այդ գործընթացը, դեռ որքան ժամանակ մեզ կպահանջվի այսպես ամբողջական պատկեր ունենալու բացահայտելու համար։ Ես ասեմ ձեզ, օրինակ նախորդ տարիներին, երբ որ աշխատատեղերի թիվը ավելանում էր, դրանք հիմնականում ստվերից էին դուրս գալիս։ Չնայած ոլորտի նախարարը ներկայացնում էր, որ նոր աշխատատեղեր են բացվել այսքան եւ այդպես կառավարությունում հնչեցում էր որպես նոր աշխատատեղեր։ Բայց դրանք իրականում կային, մարդը այդ աշխատանքը կատարում էր, այդ աշխատատեղը զբաղեցնում էր, բայց ձևակերպված չէր։ Բայց հիմա արդեն ավելի շատ սկսել են նոր աշխատատեղեր առաջանալ, որովհետև այն պոտենցիալը, որը կա ստվերային աշխատուժի առումով, այդ թիվը քանի գնում նվազում է։ Եվ ստվերային աշխատուժի քանակը ես կարծում եմ, որ լավագույն դեպքում հիմիկվա իրավիճակով որ նայենք, կարող է կազմել ընդամենը մի քանի տասնյակ հազար։ Նույնիսկ կարող է 50,000 արդեն չհասնի։ Եթե նախկինում կարող է 200-250 հազար ստվերային աշխատատեղեր կային, ապա հիմա այդ թիվը համարյա թե 50,000-ից չի անցնի։
Հնարավոր եղել է փաստորեն այս քննի։ Այո, հիմա հույս դնել որ ստվերից անդադ պետք է հանենք, դա արդեն այդքան հնարավորություններ չունի այդ ոլորտը, այդ տարբերակը։ Պարոն Նակարյան, հունվարից Հայաստանում ուժի մեջ է մտնում առողջապահական ապահովագրությունը, մարդիկ փաստորեն ամեն ամիս 11,000, շուրջ 11,000 պետք է վճարեն դրա համար։ Իսկ հետաքրքիր է, պարոն Նակարյան, ինչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք արդեն իսկ ունեն օրինակ կամավոր առողջապահական ապահովագրություն եւ արդեն իսկ վճարել են ըստ էության դրա համար։ Ստացվում է արդյոք, որ նրանք կրկնակի են վճարելու։ Այս մասով կա ուրեմն բաց նկատվում է թե ոչ եւ սա արդյոք մեծ հարված չի լինի օրինակ ապահովագրական ընկերություններին։ Ապահովագրական այս պարտադիր համակարգը երկու կեսի կարելի է բաժանել մոտեցումների տեսանկյունից։ Առաջինը այդ գումարների վճարը, երկրորդը ծառայություններից օգտվելու հնարավորությունները, որը որ պետությունը պարտադիր ապահովագրական համակարգով ցանկանում է լուծել առողջապահական նաև խնդիրներ տարեցների համար եւ նաև երեխաների միջև անչափահաս տարիքի միջև չափահաս դառնալը եւ հասանելի դարձնել պետական ծառայությունների տարբեր տեսակներ հիվանդությունների դեպքում, որովհետեւ հայտնի է, որ որոշ դեպքերում թոշակառուն այդ գումարներով, նույնիսկ ամենաբարձր թոշակառուն այդ գումարներով չի կարող, ասենք թե հաղթարել ավելի լուրջ վիրահատությունների կամ հիվանդությունների բուժումը, որոնք թանկ արժեն, մի քանի 100,000 դրամներ արժեն դրանք, եւ հետեւաբար պետությունը փորձում է դրանք սուբսիդավորել համակարգի միջոցով։ Իհարկե համակարգը նախքին սկզբում էլ որ քննարկել ենք, ունեցել է անարդարացի կողմեր իր վերաբերմունքի մեջ, որը որ դուք նաև նշում եք, այն առումով, որ որոշակի մասը վճարում է կարծես թե մյուս մասի համար կամ ոչ բոլորն են կարողանում այդ համակարգից օգտվել, բայց պետությունը նաև այստեղ մի այսպես եւ խելացի եւ խորամանկ լուծում է դրել, որ հենց ձեր ասած այդ ստվերից դուրս գալու նաև մոտիվացիան պայմանավորված է նրանով, որ եթե մարդը աշխատում է ապահովագրական համակարգից օգտվի գրանցված լինի պաշտոնապես եւ այլն եւ կամ էլ եթե թոշակառու է չի աշխատում, իր աշխատանքային ստաժը եւ այլն դրանք էական նշանակություն ունեն, որպեսզի հաշվի առնվեն որպես ստիմուլ իրեն բուժումների առումով վերաբերմունք ցուցաբերելու համար, հոգատարություն ցուցաբերելու համար։ Սա մեկ։ Եվ երկրորդը, որ պետությունը քանի որ թոշակները չի կարող այդքան ավելացնել, այնքան որ մարդը կարողանա իր գումարով բուժվել եւ ստանալ դեղորայք, բնականաբար ավելի հեշտ է լինում, որ պետությունը սելեկտիվ մոտեցումով պարտադիր ապահովագրությունով այդ խնդիրը լուծի, որովհետեւ եթե օրինակի համար ասենք թե ավելացնեին թոշակները թեկուս որ խոսվում էր 50% ավելացնել, որը իհարկե բարդ է եւ մոտարապես $280 միլիոն տարեկան գումար է պետք լրացուցիչ ծախսել բյուջեից, որպեսզի ասենք թե թոշակները 50% ավելացնես, բայց միևնույնն է նույնիսկ այդ բարձրացնելու պարագայում մարդիկ նման հիվանդությունների դեպքում չէին կարող օգտվել։ Հետևաբար կարևոր պահը սա է, որ վարչապետն էլ ասաց, որ այլևս հույս ունեցեք, որ թոշակների վրա կգնան այդ գումարները, առողջ այսօր այո կառավարության այդպես է եւ դա այդ մեկ, իսկ վերաբերում է այն ձեր ասած կրկնակի վճարելու եւ այլն, որոնք ապահովական ընկերություններն արդեն վճարել են, այստեղ ես կարծում եմ, որ խնդիր չպիտի որ առաջանա, որովհետեւ ապահովական ընկերությունները նաեւ ստանում են մի այլ գործիք, որով իրենք սուբսիդավորվում են պետության կողմից։ Տեսեք օրինակ բանկային համակարգը իր ծառայությունները ավելացնելով բավականին տնտեսական աճ ցույց տվեց։ Երկրորդ ստիմուլը եղավ այն, որ պետությունը ասում է անհուսալի վարկերը, որոնք ունեին քաղաքացիները եւ հարկադիր ծառայության ներքո էին գտնվում, նրանց գումարները վճարենք բանկերի միջոցով, բայց աշխատելու պայմանով աշխատեն, ով այդ աշխատավարձից գումարները ուղղեն այդ մարումներին։ Այսինքն բանկերը չտուժեցին։ Այստեղ էլ կարծում եմ, որ ապահովական համակարգը չի տուժի։ Իսկ այս անհուսալի վարկերի հետ կապված սա ավելի շատ քաղաքական նախընտրական քայլ էր, թե ինչպես եք դուք գնահատում, պարոն Մակարյան։ Բոլոր քայլերն կարելի է նախընտրական նաև համարել, ինչու՞ չէ, եթե անկեղծ ասենք, ինչու՞ չէ, որովհետև վերջին հաշվով պարտադիր չի, որ դա նախընտրական ծրագրի շրջանակում արվի, որ այսպես ճճացող լինի։
բոլոր դրական քայլերը, որը կառավարությունը կատարում է եւ իշխող կուսակցությունը կատարում է, ժողովրդի մեջ կարող առաջացնել մտայնությունը դրական իմաստով, որ կառավարությունը կատարում է իրենց համար դրական աշխատանքներ եւ հետեւաբար ասենք տվյալ կառավարությունը իրենց համարեն իրենց հոգում նախընտրելի։ Պարոն Մակարյան, այնուամենայնիվ Այս ընտրությունների ժամանակը ցույց կտա իհարկե այս ամբողջ մոտեցումների ապացույցը ինչպես է լինում։ Հիմնականում տնտեսական բաղադրիչներով պայմանավորված են ընտրություն կատարում, այսինքն տնտեսության մեջ ձեռբերված որքանով է սա դեր խաղալու նկատի ունեմ անհուսալի վարկերի հետ կապված։ Այո, մարդկանց այդ շփումները ցույց են տալիս, որ մարդիկ երկու կերպ են անցալում։ Մեկը որ անձնապես իրենց հասնող միջոցառումներ կան եւ օգուտներ կան եւ երկրորդը որ ինչ որ բաներ կառուցվում են, ենթակառուցվածքներ, ճանապարհներ, դպրոցներ եւ այլն, դրանք գնահատում են, որ ակտիվ է, լավ է, օգտագործվում է բյուջեն այդ նպատակի համար ի տարբերություն նախկին ժամանակների։ Բայց Հայաստանի ռիսկայնությունը, չնայած այս տնտեսական աճին, մնում է բարձր ներդրողների համար։ Եվ դրա համար էլ օտարերկրյա ուղղակի ներդրումները շատ չնչին են եղել, չեն շարունակում աճել։ Եվ դա ունի նաև իր պատճառները այն, որ այնուամենայնիվ պետք է բիզնեսի նկատմամբ եւ տարբեր ուրեմն քննչական գործողությունները փորձենք այնպես կատարվեն, որպեսզի դրանք չվանեն եւ վաղ չառաջացնեն ներդրողների շրջանում։ Մենք տեսնում ենք, որ ավելի շատ տեղական ներդրողներն են հիմա ակտիվացրել տնտեսությունը, քան օտարերկրյա ներդրողները։ Իհարկե կան արդեն որոշակի այսպես նախագծումներ, որոնք որ կարող է իրականանան ապագայում, արհեստական բանականության հետ կապված, որ ասում ենք, կամ այլ, բայց բոլոր դեպքերում օտարերկրյա ներդրողները դեռևս չեն շտապում Հայաստանում կատարել խոշոր ներդրումներ, եւ ներդրումների ծավալները Հայաստանում շատ շնչին են, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները շատ քիչ են, թեկուզ հենց այս տարվա համար էլ, որը որ չնայած այս բոլոր դրական աճերին չի առաջացնում դեռ այն մոտիվացիան եւ վստահությունը, որ ներդրումները հոսեն դեպի Հայաստան։ Ժամանակ է պետք դրա համար եւ կարծում եմ, որ նաեւ տրիպ ուղին կառուցելը եւ այլ նախագծերը աշնանաբար դա կփոխեն։ Պարոն Մակարյան, տեսեք, երբ ռիսկայնության հանգամանքն եք նշում, իշխանությունը անդադ ասում է 1 տարի 7 ամիս է, կրակոցներ չկան սահմանին, ըստ էության անվտանգության կոմպոնենտը հաղթահարված է գոնե այս պահին։ Դուք էլ տրիպ նշեցիք, առաջիկայում այսպես օտարերկրյա ներդրումներ կունենանք Հայաստանում, ձեր գնահատմամբ առաջիկա տարիներին ինչ կփոխվի այս առումով։ Օտարերկրյա ներդրողները ոչ թե լսում են ներսում կատարված հայտարարությունները, այլ լսում են իրենց երկրում կատարվող հայտարարությունները։ Ամեն երկրում մենք պիտի հասկանանք, թե օրինակ ինչ են խոսում Հայաստանի մասին, ինչ են ներկայացնում այստեղ գործող օտարերկրյա դեսպանները, ինչպես են ներկայացնում Հայաստանի բարեփոխումները իրենց երկրներում, օրինակ Գերմանիայի դեսպանը, ասենք թե Հայաստանում, կամ Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում, ԱՄՆ-ի դեսպանը կամ այլ դեսպանություններ, ինչպես են ներկայացնում Հայաստանում ներքին վիճակը։ Եվ երկրորդ հարցը կա, որ ներդրողները կարող են գնալ ռիսկային վայրեր, ձեր ասած, որ ասեն կրակոցները դադարել են, բայց էլ ռիսկեր կան եղել, եթե իրենց գումարների վերադարձելիության ժամկետ ավելի կարճ է, կան սպասվելիք ռիսկի իրականացումը ինչ որ մի կարճաժամկետ կարող է լինել գործոնի ներքո, այո, այսինքն ավելի կարճաժամկետ։ Իսկ խոշոր ներդրումները երբեք կարճաժամկետ չեն կարող լինել։ Չես կարող բերել հարյուրավոր միլիոններ դոլարների պրոյեկտ, որ ասենք թե հաշվարկած լինես, որ կես տարի, մի տարի հետո կամ առավելագույնը 2 տարի հետո այդ գումարը հետ է ստանալու, այդտեղից հեռանաս։ Այդպես չի լինում։ Հետևաբար խոշոր ներդրողներ չեն գալու, քանի դեռ ռիսկերը իրենց համար առկա են։ Պարոն Մակարյան, ըստ էության կայուն առօրյա տնտեսական աճ, որը չի հանգեցնի գնաճային երևույթների, եթե սա է լինում կառավարության այսպես մոտեցումը, ապա իսկապես այդ մոտեցման մեջ փոփոխություն է տեղի ունեցել եւ որը դուք պայմանավորում եք կառավարության աշխատանքի որակի փոփոխությամբ մեծ հաշվով։ Ավելի շատ տեսեք, Հայաստանի տնտեսական աճը միշտ ասել ենք, որ 4-5%-ն է իրական թվերը։ Վերջի ժամանակաշրջանում այս ակտիվությունները այդ թիվը մի քիչ աճեցրեցին։ Ես հիմա կարող եմ ասել վստահաբար, որ Հայաստանի համար նախընտրելի ցուցանիշը արդեն 6%-ի շուրջն է։ Նախկին 4-ին կամ նույնիսկ ավելի շուտ 3.5%-ի ուրեմն դեպ համեմատած։ Հիմա ինչ վերաբերվում է
կառավարության աշխատանքին աշուրջ ջանքեր դրված են, բայց այդ ջանքերը ավելի մեծ արդյունքներ կարող էին տալ։ Ինչու չեն տալիս ավելի մեծ արդյունքներ, շատ ակնհայտ է, եւ որ մարդկանց հետ խոսում ենք, նաեւ փորձագիտական կարծիքները, որ պետական շատ աշխատողներ առանձնապես մեծ մոտիվացիա չունեն թքնաջան աշխատելու համար։ Իրենք ինչ որ բաներ են ակնկալում ավելի շատ պետությունից եւ կարող են դրա համեմատ երևի ինչ որ եթե չեն ստանում այդ ինչ որ իրենք ակնկալում են, իրենց մոտիվացիան մնում է այն մակարդակի վրա, ինչ որ կա, այսինքն չի ավելանում մոտիվացիան։ Երկրորդ խնդիրը կա, որ նորարարություններ չեն սիրում։ Պետական համակարգում միջին օղակները եւ ավելի ցածր օղակները առանձնապես նորարարության չեն ձգտում։ Իրենք չեն ուզում եւ իրենց աշխատանքը նորարարական դարձնել եւ նորարարական ծրագրեր իրականացնել, որովհետեւ դա իրենց համար բեռ է, պատասխանատվություն է, նախաձեռնողականությունը հաճախ պատժվում է։ Այ կառավարությունը պետք է հիմա իր ներսում վերլուծություն կատարի, թե ինչու է նախաձեռնողականությունը աշխատողների մոտ այն տրամադրությունը առաջացնում, որ կարող է դրա համար իրենք պատժվեն եւ դրա համար իրենք նախաձեռնողական չեն։ Այսինքն այդ ջանքերը շատ ավելի մեծ արդյունք կտային, եթե իմ ասած գործոնները տեղում լինեին, այսինքն լիներ մոտիվացիա, լիներ նախաձեռնողականություն եւ այլն։ Այս խնդիրները կան եւ այսօր օրինակ կառավարությունում խոսվում էր փոխվարչապետը ներկայացրեց եւ վարչապետը նաեւ գեներացրեց մտքեր, որ վերապատրաստումներ արվեն առցանց մեխանիզմներով կամ այլ եւ այլն։ Ես կարծում եմ, որ դրանք կարող է այդքան շատ մեծ օգուտ չտան, որովհետեւ աշխատողների վերապատրաստումը ավելի շատ գործնական եւ կառավարչական գործիքների շուրջն է լինելու։ Ամեն տրեյնինգ, ամեն մի թեմա չի, որ պետք է, ասենք, մասնակցի աշխատողը, որտեղ այդտեղ խնդիր դրվեց, որ եթե աշխատողները մասնակցում են տրեյնինգների եւ նաեւ իրենք վճարում են եւ այդ վճարման թղթերը փաստերը երևում են իրանց փոխանցումներով, ուրեմն դա լավ է, եթե չեն անում, ուրեմն իրենք չեն կրթվում եւ այլն, բայց դա չպետք է բերի նրան, որ մարդը ցանկացած տրեյնինգի մասնակցի ցույց տալ համար, որ ինքը տրեյնինգի անցավ, մասնակցեց ինչ որ մի բանի։ Մենք օրինակ տեսնում ենք, որ օրինակ որոշ դեպքերում նման բաներ կան, հատկապես կրթական կրթության նախարարության շրջանակներում տեղ ունեցող որոշ գործառույթներ այդպիսի բնույթ արդեն որոշ չափով կրում են։ Այսինքն կարող է այդքան նպատակային չեն, որքան ցուցադրական են։ Հետևաբար պետք է լինի այնպես, որ դրանք լինեն գործնական գիտելիքներ կամ լինեն օրինակ թվայնացման հետ կապված, թե գործող, բայց ավելի շատ մենեջմենտ, կառավարչական հատկանիշներ եւ այստեղ Սիրանուշ անպայման ուզում եմ նշել այն, որ սկզբում զարգացել է իրավունքի ինստիտուտը եւ օրենքներ ավելի շատ տվել են իրավունքներ պետական աշխատողներին, հետո զարգացել է պատասխանատվության ինստիտուտը, բայց պատասխանատվության ինստիտուտը հետ է ընկնում իրավունքների ինստիտուտից։ Այդ դրանք է պետք հավասարեցնել իրար առաջինը եւ հետո պատասխանատվությունը գցել առաջ։ Պարոն Մակարյան, իդեպ վերջերս 7500 այսպես պետաշխատողների քաղաքական գործիչների շրջանում վարչապետը այդպիսի հանդիպում ելույթ ունեցավ, 1 ժամանոց ելույթ էր, արդյոք ձեր ասված հարցերի պատասխանը դուք ստացաք այդ ելույթից։ Կարծում եմ, որ այստեղ պետական համակարգն է մեծացել։ Աշխատողների թիվը, որ աճել է, դա միայն մասնավորի շնորհիվ չի։ Պետական համակարգում են աճել, հատկապես պատրոնների թիվը ավելացավ, հիմա գվարդիա ենք ստեղծում կամ ասենք քննչական մարմիններում դատախազությունում կամ այլ ուժային կամ այլ հարակից ուրեմն կազմակերպություններ, հիմնադրամներ են ստեղծվել տարբեր ծրագրերի համար, ծիգեր եւ այլն որոշ նախարարություններ են ավելի շատ ավելացրել աշխատողները, բայց ամեն մի աշխատողը դա վարչարարական նոր խնդիր է առաջացնում։ Բյուրոկրատիան ինչ որ չափով աճում է։ Այսինքն, եթե կառավարչական մեթոդաբանությունը եւ գործիքները հետ են ընկնում ակտիվության եւ արդյունավետության տեսանկյունից, սկսում է գերակշռել արդեն բյուրոկրատիան։ Բարդ բյուրոկրատիզացված մեծ թվով աշխատողների հետ այս հանդիպումը մի ռաունդով բնականաբար այդ էֆեկտը չէր կարող տալ, վերջնական իհարկե, չնայած գոհ է մնացել վարչապետը, ինչպես արտահայտվեց, բայց կարծում եմ, որ ինքը կշարունակի դա անել, բայց այստեղ նաև հարկավոր է, որ մի քիչ ավելի ցածր բանույթ իջնենք, մակարդակի իջնենք մեր զրույցների եւ հանդիպումների մեջ, հասանելիության տեսանկյունից ավելի ցածր մակարդակի մտքերի եւ տեսակետների եւ այլն, որպեսզի
մարդկանց հետաքրքրությունները շարժենք դրանով։ Ինչի համար են իրենք եկել եւ ինչ են ուզում լսել կամ ինչ են սովորելու լսելուց։ Երբ որ կառավարությունը կամ կառավարության ամբողջությամբ չէ, կառավարության մեջ մի շերտ շատ առաջ ընկած է։ Բայց առաջ ընկնելուց միշտ պետք է հետ նայել, թե հետևից գալիս են թե ոչ։ Այս խնդիրը կա արդեն իմ կարծիքով։ Շնորհակալ եմ, պարոն Մակարյան։ Ձեզ շնորհակալություն։ Հիշեցնեմ, առաջինի տաղավարում զրուցում էի տնտեսագետ վերլուծաբան սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի տնօրեն Գագիկ Մակարյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։